Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-25 թվականների ծրագրի ցուցանիշները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ։ Զեկուցվել է, որ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254։ Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին, պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ։ Վարչապետը հանգստյան օրերին շարունակել է իր մարզային այցելությունները, Նիկոլ Փաշինյանը եղել է Լոռիում և Տավուշում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզայցի երկրորդ օրը եղել է Աղթալայում, ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման։ Փոխարենը կառուցվել է M6 Նավթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր երկրորդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 միլիոն դրամ։ Պողպատեի երկրորդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն։ Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են Քարկով բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։ Կառավարության ղեկավարը նաև Տավուշում է եղել։ Բերթավանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել է Խալինջաքար ամրոց։ Եթե վերցնենք զուտ պատմական տեսանկյունից 1123 թվականին առաջին անգամ ամրոցը հիշատակվում է եւ ըստ էության կապված է Դավիթ Անհողունի հետ։ Դա Գյուրիկյան թագավորության Աշիղ ձորագետի կառավարիչների Բագրատների ճյուղից էր եւ 1983 թվականին այս տեսքով վերականգնվել է։ Բայց պրոֆեսիոնալներն են։ Հա, Հրաչիկ Կասպարյանն է, ճարտարապետ։ Շատ հայտնի չի, պետք է մի քիչ բան անենք, ակտիվ պատմենք։ Բայց ինքը իսկապես տուրիստների գալի տեղը է, շատ։ Իհարկե, տուրիստները ման են գալիս։ Այն եկեղեցին է Քևի։ Տավուշում վարչապետի հաջորդ կանգառն Իցակարն է եղել։ Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ խոսել է իրենց համայնքում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերից։ Ծրագրեր ունենք, որից դուք էլ խաբար չեք։ Ոչ հետաքրքրվում եք, ոչ մենք ենք ասում։ Բարելյան օրացենք մեկը լոդրը սովորել է։ Երկու մայ տեխնալի այն անգամ որ խոսում եք գիտեք, չէ՞։ Ճիշտ է, ասում։ Դու ես շատ էլ լսում ձեր ամեն մի ելույթ։ Վերջապես կարացի ասես որ ժողովուրդին սովորեցրել են աշխատել։ Նա այն որ ասում են աղքատ են դարձել ու շեշտեր չեն աղքատ։ Ահա վերջապես մի մարդ կա ինձ հասկանում։ Արա խայսեր գործ։ Քեզ եմ ման գալիս։ Սա որ է գործ է դա, քո ասածները մեր ժողովրդի մեջ տարածում։ Շնորհակալ եմ, շատ բարձր։ Բայց մեկը մեր ժողովուրդը մի քիչ լոդը սովորել է, լոդը սովորել։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նվիրված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-25 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումը, ընդգծելով դրանց նշանակությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իրավական պետության կայացման գործում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով։ Այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստան-Եվրամիություն տնտեսական եւ ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկել են նաեւ 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության եւ աճի պլանի ներքո 2025-27 թվականների համար նախատեսվող միջոցառումների մշակման աշխատանքների հետ կապված հարցեր։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստանի կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը։ Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ առաջին ընթերցման ժամանակ ձեռնպահ են քվեարկել, իսկ երկրորդ ընթերցմանը կողմ են քվեարկելու։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի վարչության սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ ու վարձատրության գործակիցներ։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների պաշտոնների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Մենք աշխատանքային կարգով օրերս գլխավոր շտաբ պետերակալ գեներալ Երոյանի հետ շատ մանրամասն քննարկել ենք, դրա համար շատ հարցերի կարիք չկա, ուղղակի Կարևոր նիստը հրապարակային էր մի հարցի շուրջ ուզում որ պարզաբանում տայք, խնդրել էի ճշտել պարոն գեներալից, թե նայեք իրականում բարեկային ծառայություն առանց ատեստացիայի շատ բարձր վարձատրվում է եւ հանրապես զինված ուժերում շփումների զինծառայողների շատերը, ովքեր նաեւ մարտական հերթապահություն են իրականացնում, այդ խայտառակ անհավասարությունից շատ դժգոհ են։ Հիմա սերժանտական ինստիտուտի ներդրման դեպքում սերժանտի աշխատավարձի չափը որքան է լինելու եւ արդյոք հավասարազոր է լինելու պայմանական ասեմ բարեկային ծառայողի աշխատավարձին, որ նաեւ մի բան մարդիկ պատկերացնեն։ Շնորհակալություն, ես թվերը հնչեցնեմ, համեմատությունը ես չեմ կարող ասել, որտեղ տեղյակ չեմ, թե բարեկային ծառայողները որքան են ստանում։ Տեսեք, մեզ մոտ կան խմբեր, այսինքն հստակ մեր պաշտոնները դասակարգված են խմբերով։ 7-4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը 222,000, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի 400 մոտ, ես մոտ եմ ասում, մոտ 490,000 դրամ։ 9-8 խմբի սերժանտի համար նվազագույնը 362,000, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630,000 դրամ։ Իսկ 9 խմբի համար մոտ 400,000, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670,000 դրամ։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է խստացնել պայքարը թմրամոլության եւ թմրամիջոցների շրջանառության դեմ։ Նախագիծը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Падգամավորը նախ նշել է այն երկրների ցանկը, որտեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության որոշ դեպքերի համար նախատեսվում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում, ապա ներկայացրել է վիճակագրական պատկերը Հայաստանում։ 2023 թվականին նախորդ 2022-ի համեմատ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը մեր երկրում աճել է 123%-ով, այսինքն ավելի քան կրկնակի։ Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսևորման հանդիսացող մեծ վտանգը, անհրաժեշտ է որոշ հանցատեսակների պարագայում խստացնել պետության քրեա իրավական արձագանքը, այն համապատասխանեցնելով տվյալ արարքի իրավական հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին։ Այսպիսով առաջարկում եմ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածները հոդվածների երկրորդ մասով ծանրացնող հանգամանք սահմանել, արարքը տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով կատարելը։ Կցանկանամ հոդվածները, որպեսզի ավելի պարզ լինի, թվարկեմ թե հոդվածները որոնց են վերաբերվում։ 393-րդ հոդվածը համառը թմրամիջոցների հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունները իրացնելու նպատակով, 394-ը պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը թմրամիջոցներ պատրաստելու նպատակով եւ 402 հոդվածը թմրամիջոցների հոգեմետ հոգենորգործություն նյութերի գործարկմանը հակելը։ 393-րդ եւ 394-րդ հոդվածների երրորդ մասում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք առաջարկում եմ սահմանել արարքը անչափահասի նկատմամբ անելը կամ անչափահասի ներգրավմամբ կատարելը։ Այս պահին թմրավաճառության համար, թմրանյութերի տարածման համար քանի մարդ է դատապարտված եւ այս պահին քանի մարդու դեմ է հարուցված քրեական գործ։ 2023 թվականին ամբողջական 2023-ին ներկայացնեմ տվյալ տարվա ընթացքում, այսինքն 2023 թվականի ընթացքում գրանցված հանցագործությունների քանակը 4556, որոնցից մեղադրական եզրակացությամբ հետագայում ուղարկվել են դատարան 942-ը կամ մոտավորապես 17-18%-ը, տվյալ տարվա ընթացքում մեղադրանք առաջադրված անձանց քանակը 1011 քաղաքացի, այսինքն 1011 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 942 քրեական գործ գնացել է դատարան, բայց ընդհանուր հայտնաբերվել է, ինչպես նշեցի, 4556 դեպք։ Չափազանց կարևոր նախաձեռնություն է եւ կարևոր է, որ սա համակարգային խնդիր է որպես դիտարկվում։ Իմ հարցը մի քանի ենթատեքստ ունի։ Առաջինը հետեւյալն է, ակնհայտ է, որ կանխարգելում բացահայտում պատժում շղթայի մեջ կենտրոնական տեղում կանխարգելումն է։ Այս նախագիծը ծանոթանալով կարծում եմ շատ քիչ տեղ է հատկացված կանխարգելմանը։ Պատիժների խստացումը եւ խստությունը իր հետ բերելու է նաեւ կանխարգելման խնդիրներ լուծելու, որպեսզի մեր քաղաքացիները, ինչպես նշեցի, օրինակ այս պահին գործող կարգավորումներով խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն է նախատեսվում մինչև 6 տարի ժամկետով։ Երբ մենք այս պատժի շեմը բարձրացնում ենք, դա լինում է պակաս գրավիչ եւ նաեւ ունենում է կանխարգելման գործիք հանդիսանում։ Բայց կանխարգելման համար սրանով չենք սահմանափակվում եւ մի շարք այլ գործիքակազմեր ենք օգտագործում եւ հիմա էլ առաջիկայում էլ նաեւ վարչապետի առաջարկությամբ դրանք էլ ավելի մեծ թափ կստանան, խոսքը վերաբերվում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը եւ մենք ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ինչու՞ չէ ազգային ժողովում իրականացնենք թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, որ հնարավոր է իրենք պատահականության սկզբունքով ստիպված լինեն թեստավորվելու եւ սա նույնպես բերի կանխարգելման։ Ապրիլի տվյալներով Երևանում օդի աղտոտվածությունը եղել է լավի եւ չափավոր լավի միջակայքում։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային 2 շենքերում խնդրահարույց 5 ընտանիքներին քաղաքապետարանը առաջարկ ունի։ Գործակարգավարական այսօրվա խորհրդակցության մանրամասները ռեպորտաժում։ Երևանի քաղաքապետը նախ անդրադարձավ օրեր առաջ նոր վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղ ունեցած միջադեպին։ Բռնության ցանկացած ձև մեզ համար անընդունելի է, ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Քաղաքապետն ասաց, որ ինքը դատավորի դեր չի ստանձնելու, հավելեց կա քրեական գործ, որի էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ խուլիգանության հոդվածով, անձինք ովքեր ներգրավված են եւ վարույթ է իրականացվում։ Նոր վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետի հորդորով անդրադարձավ նշված միջադեպին։ Այո, տեսարանը ոչ
հաճելիներից էր եւ կարծում եմ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Քաղաքապետն ընդգծեց կարևոր է հաստատել թիմի վարքականոնը տեխնոլոգիաների շրջանում եւ տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերն էլ ավելի մեծ եռանդով են փորձելու նմանատիպ սադրանքներ իրականացնել, բայց չի նշանակում, որ իրենցից յուրաքանչյուրի որևէ մկան պետք է ավել շարժում կատարի։ Մկան նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Քաղաքապետը դիմեց նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, անդրադառնալով նրա Տիգրան Տեր-Մարգարյանին սատարող հայտարարությանը։ Ձեր հայտարարություններում մաքսիմալ զգուշություն ձեզանից պահանջեմ եւ խնդրում եմ, պարոն Մխիթարյան ջան, մենք խոսել ենք սրա մասին, ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր։ Ավինյանը հավելեց, Երևանի քաղաքապետը չի կարող զուտ կուսակցական տրամաբանությունից ելնի, մեկին սիրի, մյուսին ոչ։ Տարբեր պատճառներով մեկը կարող է դուրս գալ աշխատանքից, այլ մեկը ընդունվել։ Հաջորդ թիվ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արյանն ասաց, որ Երևանի փոքր կենտրոնում էլեկտրամատակարարման անջատումները կբացառվեն։ Հեցի ներդրումային ծրագրով նախատեսվում է Մայրաքաղաքի 111 փողոցում տեղադրել 123 կիլոմետր մալուխ, 8500 բաժանորդի համար էլ նախատեսվում է 72 կիլոմետր երկարությամբ նոր ջրագծեր եւ ջրաչափական հանգույցներ կառուցել։ Պարոն քաղաքապետ, ընտրված է մասնավոր սեկտորը։ Եվ կարծում եմ ընտրությունը ձեր համաձայնությամբ ճիշտ է արված, որտեղ ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է, ցանցը քայքայված է այստեղ եւ ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է։ Երևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, ինչը Արեանի խոսքով լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է, եւ ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքն ապահովված կլինի գազի համապատասխան ծավալով, հաշվի առնելով կառուցապատման ամբողջ ծավալը։ Նոր վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր 224 աստիճանահարթակներով եւ հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում։ Երեխաների համար կառուցվել է խաղահարապարակ, շների համար առանձնացվել նախատեսված տարածք։ Այգում անցկացվել են ոռոգման համակարգ եւ արտաքին լուսավորության ցանց։ Ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, այս 3 տարվա ընթացքում այս ծավալի աշխատանքներ, երամյա այս քաղաքապետարանի աշխատանքների ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարվա ծավալների հետ։ Զեկուցվեց, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերում խնդրահարույց 5 ընտանիք կա, որոնց հարցը դեռ լուծված չէ։ 60 ընտանիք 4-րդ կարգի վթարային 2 շենքերից արդեն իսկ տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան կամ ստացել է բնակարանի գնման վկայական։ Հանրակացարանային շենքերի 18 քառակուսի մետր տարածքի դիմաց քաղաքապետարանն առաջարկում է 1 սենյականոց բնակարան։ 5 ընտանիք չի ընդունում այդ առաջարկը։ Միգուցե պետքա չտալ այդ մարդուն ոչ մի բան։ Իսկ պետքա միգուցե ինչի ենք տենց շատ մեր կյանքը բարդացնում։ Եկեք հասկանանք, որ հատվածներն է, սա մեր բարի կամքի դրսևորում է։ Քաղաքապետը նաև կարգադրեց, որտեղից բնակիչները դուրս են եկել, ազատել են բնակարանները, այնտեղ պետք է քանդել։ Կգնաք կպլոմբեք են մյուսները, կպլոմբեք, որևէ մեկ չլսեմ, չիմանամ, որ այն տեղերում, որտեղ որ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը եկել է այդ քանդվող շենքը էլի նորից մտել է։ Առաջարկվում է բանակցային եղանակով եւս մեկ անգամ փորձել բնակիչների հետ հարցերը կարգավորել։ Այլընտրանքի բացակայության դեպքում Երևանի քաղաքապետարանը հանդես կգա գերակա շահի նախաձեռնությամբ։ Տիգրան Ուղակիմյան, Հորիզոն։ Այս տարի Հայաստանում նախատեսվում է կիրառել ջրծաղիկի դեմ նոր պատվաստանյութ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով պատվաստումները կստանան նախազորակոչային եւ զորակոչային տարիքային խմբում գտնվող անձինք, ինչպես նաեւ 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաները։ Տնօրենը նշել է նաեւ, որ ծրագիրը մշակվել է համաճարակաբանական տվյալների եւ առողջապահական ռազմավարության հիման վրա, նպատակ ունենալով նվազեցնել վարակելիության ռիսկը եւ կանխել հնարավոր բռնկումները։
Երբևէ մտածել եք, որ առաջին պատվաստանյութերն ի հայտ են եկել մոտ 230 տարի առաջ, սակայն մինչ օրս պատվաստումների շուրջ չդադարող քննարկումները հասարակության մեջ շարունակում են տարակարծություն առաջացնել։ Գլխավոր հարցն է, արդյոք պատվաստումները վտանգավոր են թե ոչ։ Հենց այս կասկածն է, որ միլիոնավոր մարդկանց ետ է պահում կանխարգելիչ պատվաստումներից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի խոսքով անհրաժեշտ է ամրապնդել առողջապահական հաստատությունների եւ հասարակության միջև երկխոսությունը, քաղաքացիներին գիտելիքներով զինելու եւ նրանց իրազեկված ընտրությունը ապահովելու համար։ Նա ընդգծում է, որ միայն տեղեկատվության հասանելիությունն ու վստահության մթնոլորտը կարող են նպաստել պատվաստումների թվի աճին։ Համապարփակ պատվաստումային գործընթացի շնորհիվ բավականին հետընթաց է նկատվում նման վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների մասով, ինչպիսիք են եղել կարմրուկը, կարմրախտը, ներկայումս մարդիկ, չեմ ուզում շատ կտրուկ տերմիններ օգտագործեմ, բայց կարծես թե մոռացել են դրանց ողջ բացասական ազդեցությունը, որոնք կարող են ունենալ բարդությունները ընդհուպ մինչև մահվան դեպքեր, եւ բնականաբար մեր առաքելությունը կայանում է նրանում, որ մշտապես զգոն եւ իրազեկ պահենք մեր հասարակությանը, որպեսզի շարունակվի այն ձեռքբերումը, որը մենք ձեռք ենք բերել տարիների ընթացքում, այսինքն այն ինչ որ մենք հիմա ունենք, բարձր պատվաստումային մակարդակ, դա տարիների աշխատանք է, որը պետք է պահպանել, հակառակ դեպքում հետընթացի դեպքում կրկնակի առաջընթացը շատ ավելի դժվար է լինելու։ Նախքան որևէ երկրի պատվաստանյութ երկրի տարածքում կիրառելը իրականացվում է որոշակի վերլուծություն, հաշվի առնելով տվյալ հիվանդության տարածվածության մակարդակը, ախտորոշված դեպքերի թիվը եւ համաճարակաբանական իրավիճակը։ Տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ ճրծաղիկի դեմ նոր պատվաստանյութի ներդրումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան, անցկացնելով մի շարք անվտանգության եւ արդյունավետության փորձարկումներ։ Մենք նույնպես մեր ներկա վիճակագրությունը ուսումնասիրելով նախարարությունը եկել այն եզրակացություն, այո, սա կարևոր է եւ դեռևս նախորդ հիմնականխարգելման ազգային ծրագիրը հաստատելիս նախատեսվել է, որ ջրծաղիկի պատվաստանյութը պետք է ներդրվի։ Ցանկանում եմ նշել, որ այն ներդրվեց 25 թվականից եւ բավականին հարթ ընթանում է, ու ակնկալում ենք արդեն առաջիկայում կտրուկ նվազում հիվանդացության։ Ներկայումս 23 պատվաստումը հասանելի է 2023 թվականի նոյեմբերից հետո ծնված երեխաների եւ նախազորակոչ եւ զորակոչային տարիքի անձանց համար։ Պատվաստումների կարևորությանն անդրադարձավ նաեւ Հայաստանում առողջապահական համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Սիդհարթ Դատան, ընդգծելով կանխարգելման անգնահատելի դերը։ Նրա խոսքով շատերը երբեք չեն իմանա, թե ինչ է պոլիմերիտը, եւ հենց այդ պատճառով իրենց նպատակն է ապահովել, որ ոչ ոք այլևս չտառապի այս ծանր եւ վտանգավոր հիվանդությամբ։ Թող այն մնա միայն պատմության էջերում, շեշտեց դոկտոր Դատան։ Վերջին 50 տարիների ընթացքում մոտ 154 միլիոն մարդ փրկվել է դիֆթերիայից, կարմրուկից, կարմրախտից, կապույտ հազից եւ այլ վարակիչ հիվանդություններից պատվաստանյութերի շնորհիվ։ Պատվաստանյութերի հավասար հասանելիությունը պարզապես նպատակ չէ, այլ իրավունք։ Պատվաստման ծրագիրը ընդհանուր պատասխանատվություն է եւ հենց դա է պատճառը, որ մենք այստեղ ենք, որոշակի չափանիշներ եւ պատասխանատվության վերահսկողություն սահմանելու համար։ Հայաստանում 1 տարեկանների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է, իսկ վերջերս ներդրված ջրծաղիկի դեմ պատվաստանյութով արդեն պատվաստվել է շահառու խմբի 13%-ը։ Ստեփան Աթոյանի խոսքով այսօր մեր երկրում իրականացվում են պատվաստումներ 20 տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ, ապահովելով բնակչության լայնածավալ պաշտպանությունը։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Արդյոք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա եւ մասնակցի զորահանդեսին, թե դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին։ Այս եւ այլ թեմաների շուրջ այսօր զրուցելու ենք հանրային գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Պարոն Արշակյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Այս փուլում կարծիքներն ինչպես միշտ խիստ հակասական են, խիստ տարբեր են։ Մի մասն ասում է, որ Մոսկվա գնալը սխալ է, որովհետև Եվրամիությունից կան հստակ ուղերձներ, որ պետք չէ Հայաստանի ղեկավարը լինի Ռուսաստանում, մասնակցի այդ զորահանդեսին։ Մի մասն էլ դա նորմալ համարելով ասում է, հարաբերությունները փչացնելուց հետո այս այցը այլ ենթատեքստ ունի։ Հիմա որն է ձեր գնահատականը։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մեզ համար
մեր երկրի ղեկավարի վարքագիծը պետք է լինի ելակետը պետք է լինի նա դա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում որևէ այցելություն, թե շահերից չի բխում։ Եթե այդպես մոտենանք, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը չի կարող հրաժարվել, երբ իրեն կանչում են Մոսկվա, կանչում են, թե հրավիրում են։ Դա պարտադրանք է, այսինքն մենք հիմա չենք կարող հրաժարվել, այնտեղից եկող որևէ բանի չենք կարող ասել ոչ, որովհետև մենք կապված ենք բազմաթիվ ճոպաններով, քաղաքական, տնտեսական պարաններով, ասեմ, պարաններով մենք կախված ենք SNG-ից, Եվրասիական միությունից, Մաքսային միությունից, ODKB-ից, մենք կախվածության մեջ ենք։ Հիմա երբ որ այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում, տոնակատարություն, թե սքո արարողություն, մենք պարտավոր ենք մասնակցել, այսինքն մեր համերաշխությունը հայտնել մեր գործընկերներին։ Առաջինը դա է, բայց եթե մենք ճիշտ այնպես ինչպես օրինակ ODKB-ի այդ հապկ, որ մենք ասում ենք, պետք չի թարգմանել, դա հատուկ տերմին է, ճիշտ այնպես օրինակ ես դեմ եմ SSR-ը թարգմանելը, Սովետը թարգմանել խորհրդային դարձնել։ Եթե մենք օրինակ կասեցրել ենք մեր հարաբերությունները ռազմական դաշինքի հետ, Մոսկվայի դաշնակիցների հետ մեր հարաբերությունները մենք կասեցրել ենք, դադար ենք վերցրել, չէ՞։ Ես կարծում եմ, որ հետևողական պետք է լինենք, ուրեմն պետք է մենք դադարեցնենք նաև մյուս մեր հարաբերությունները, որոնք չեն բխում մեր երկրի շահերից։ Սա ձևը, ձևականորեն, ըստ էության հիմա, եթե թույլ տաք մի խոսք էլ ասեմ դրա վերաբերյալ, ուր է գնում։ Այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությունը, հայության մասնակցությունը հիշարժան է թե չէ։ Արժե որ մենք հիշենք երկրորդ համաշխարհային պատերազմը եւ մեր մասնակցությունը։ Ես կարծում եմ, որ արժե մենք չափազանց լուրջ ենք մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին, օրինակ սովետական Հայաստանի եւ սովետական միության հպատակների համար դա հայրենական պատերազմ էր, բայց լեհա հայերի համար, Ֆրանսիայի հայերի համար, Հունաստանի հայերի համար դա արդեն երկրորդ համաշխարհային պատերազմ էր։ Եթե օրինակ Ֆրանսիայի կամ Լեհաստանի մեր հայրենակիցների համար պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերին, ապա սովետական միության հայերի համար եւ սովետական Հայաստանի հայության համար պատերազմը սկսվել է 2 տարի հետո, ավելի ճիշտ պատերազմը այո սկսվել է 39 թվականին, բայց մենք այն ժամանակ եղել ենք Գերմանիայի դաշնակիցը։ Նացիստական Գերմանիայի դաշնակիցն էինք Ռիբենտրոպ-Մոլոտով տխրահռչակ պակտի հետևանքով։ Մենք նույնպես հարձակվել ենք Լեհաստանի վրա, Ռումինիայի վրա, Բալթյան երկրների վրա։ Իմ հարազատներից ոմանք մասնակցել են ֆիննական պատերազմին 1940 թվականի։ Տեսեք ինչքան լայն է։ Պարզության համար կարելի է սև ու սպիտակ ասել, այո կամ ոչ, գնա չգնա, գա մնա, չգիտեմ, դա կարելի է։ Բայց հիմա դրան աշխարհաքաղաքական կոնտեքստ է հաղորդվում։ Այո, հիմա որովհետև Հայաստանն ընդունեց օրինագիծ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Այո, դա դրա հետ կապ չունի։ Հիմա մենք Գերմանիան նույնպես նշում է իր պարտության օրը Բերլինում, Գերմանիայի պարլամենտում այդ օրը որպես հիշատակի օր, որպես չարագործության օր, որ այլևս չի լինի, չենք կրկնի դա։ Գերմանիան դա նույնպես նշում է, Ֆրանսիան նշում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկնակի են նշում, ասում են մենք ձեզ հիշեցնում, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գրությունը հայտնի։ Դարձել չգիտեն, կդառնա կոնգրեսում օրենք թե չէ, որ մենք 2 պատերազմում էլ մենք ենք հաղթել, մյուսները եղել եք թատերաբեմ։ Տեսեք, ուզում եմ ասել, որ դրա մեջ բան չկա, որ գնացել ենք, կարող ենք եւ Բերլին գնալ եւ Վաշինգտոն, Աթենք կարող ենք գնալ, Աթենքը չհանձնված պետություններից մեկը չի հանձնվել, կապիտուլյացիայի չի ենթարկվել, դիմադրել է, չի աջակցել
նացիստական Գերմանիային, նացիստերին չի աջակցել Հունաստանը, հետաքրքիր բան է դա, մեզ համար լավ է, մեր դաշնակիցն է, բայց օրինակ Սովետական միությունը աջակցել է նացիստական Գերմանիային, հունահայերը կարող են վերևից նայել մեզ։ Ես կարծում եմ, որ հիշատակի օր, որպես հաղթանակի օր, մենք նույնիսկ Երևանում պետք է դա նշենք։ Չափազանց լուրջ բան է տեղի ունեցել։ Մենք պետք է մենք ցուցակը կազմել ենք։ Բոլոր նրանք, ովքեր որ մասնակցել են գենոցիդին, կազմակերպել են գենոցիդը, թող հերթ կանգնեն։ Բերլինին մենք պատժեցինք, մտանք Բերլին։ Մյուսները, ովքեր որ կազմակերպել են գենոցիդը, ԵՂՌ-ը, զավթել են մեր երկիրը, հայրենազուրկ են դարձրել Արևմտյան Հայաստանը, մեր զավթել են, այն նրանք թող հերթ կանգնեն, կմասնակցենք մենք հաջորդ արշավներին այդ երկրների դեմ։ Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիային մենք հաղթողների հետ էինք եւ հաղթեցինք։ Ես այդպես եմ մտածում։ Առաջինը ձևը պարտադրված է, պետք է գնա, ուրեմն պետք է գնա։ Եթե չի գնում, ուրեմն պետք է ասի, ես ձեր բռնապետների ակումբի միջոցառումներին չեմ մասնակցում, որովհետև իմ երկիրը ժողովրդավարական երկիր է, ես ժողովրդավարական պետության ղեկավար եմ, ինքս ժողովրդավար եմ, խոսքի։ Բայց դա անհետևանք կմնա։ Հետևանքը հիմա ավելի վատ կլինի, երբ որ հետևողական չես։ Ամեն ինչ ունի հետևանք։ Չի կարող պատահի այդ դրախտ կոչվածից մեզ վտարել են, չկա այդպիսի բան, անընդհատ ռիսկեր կան։ Այդ ռիսկերը մենք պետք է հաշվենք։ Ես շեշտը դրա վրա եմ դնում, որն է ավելի ռիսկային ազատվել բռնապետությունների ակումբից, հայտարարել, որ մենք ազատ ժողովուրդ ենք, ժողովրդավարական երկիր ունենք, մեր երկրի ղեկավարը նույնպես մեր նման է, թե մենք պետք է ասենք, որ մենք մի օր այսպես ենք, մի օր այնպես ենք։ Դա է վատը։ Ես կարծում եմ, որ ռիսկը, երբ որ մենք դեմք չունենք, մենք դաշնակիցներ չունենք, մենք ամենքինն ենք, ով որ ուզում է։ Մենք տրվում ենք նրան, ով որ այդ պահին ուզում է։ Պարոն Աշակյան, իսկ առհասարակ դուք հնարավոր համարում եք ուղղություն վերցնել դեպի Եվրոպա, բայց փորձել լավ հարաբերություններ պահպանել նաև Մոսկվայի հետ։ Որքան էլ մենք դա ցանկանանք, արդյոք մյուս կողմերի համար դա ընդունելի կլինի։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մենք լավ հարաբերություններ ունենանք առնվազն ազդեցիկ պետությունների հետ։ Գոնե այն հաշվարկով, որ մենք մի միլիոնից ավել, գուցե մի քանի միլիոն, թիվը չգիտենք, մենք համայնք ունենք Ռուսաստանում։ Ցանկությունն այլ է, հնարավորությունն այլ, եթե այստեղ հարցը դա է, եթե վերցնում ենք դեպի Եվրոպա ուղղություն, կարողանում ենք, այսինքն մյուս կողմը ընդունում է։ Շատ, եթե ցանկանանք, ձևը կգտնենք։ Եթե մենք գնահատում ենք այդ վտանգը, որին ենթարկվում են մեր հայրենակիցները, մենք հայերս վտանգվում ենք, ուրեմն պետք է ձևը գտնենք, դարձնենք անվտանգ։ Ինչ հարաբերություններ են պետք Ռուսաստանի հետ, արժանապատիվ գործընկերային հարաբերություններ։ Մենք այդ փորձը ունենք 1918-19 թվականին։ Մենք ունեցել ենք 1900 Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ։ Մինչև 20 թվականը գործընկերային են եղել, Ռուսաստանը մեր կարիքը զգում էր, հայկական զորամիավորումները Ռուսաստանը պաշտպանում էին ինտերվենցիայից, Գայ, Մյասնիկյան եւ այլն ազգանունները չտամ, Խախանյան, Ոսկանյան, կան, ինչքան որ կային, 150,000 հայ զինվորական տրվում էր Ռուսաստանում, Ռուսաստանի համար, մինչև 1920 թվականը։ 1990 թվականին մենք նույնպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեինք, օրինակ մեր հռչակագիրը, ռուսներից հետո մենք էլ հռչակեցինք, մենք համերաշխ էինք Ռուսաստանի հետ, Ռուսաստանի Ֆեդերացիան, Վերխովնի Սովետ, այդպես է կոչվում նրանց պարլամենտը, երբ որ 1990 թվականի հունիսին հայտարարեց, որ դուրս է գալիս սովետական միության կազմին, մենք ասեցել ենք տակ տոչնա։ Ճիշտ այդպես ասեցի, մենք էլ ենք դուրս գալիս։ Մենք Ռուսաստանի հետ ենք, Ռուսաստանը լքել է սովետական միությունը, ես այն ժամանակ պատգամավոր էի։ Ասեցինք, մենք էլ ենք դուրս գալի Ռուսաստան, մենք դուրս ենք գալիս սովետական միությունը, լքում ենք ճիշտ այնպես ինչպես դու։
Եվ մենք գործընկեր էինք նոր Ռուսաստանի հետ, Ելցինյան շրջանի Ռուսաստանի հետ մենք գործընկեր էինք, հիշեք Ռոխլին կոչված գեներալը կամ Մակաշովի, Շամանովի, նրանք որ մեզ բռնացրել էին ապօրինի զենք զինամթերք հայթայթելու համար, այսինքն մենք եղել ենք Ռուսաստանի հետ գործընկեր ու դաշնակից 1828 թվականին գեներալ Պասկևիչի արշավանքի ժամանակ մենք աջակցել ենք Ռուսաստանին, եղել ենք նրա համար սեստրի и բրատիա, եղբայր եւ քույր էինք, Արմյանսկայա օբլաստ, Արմյանսկայա ցարստվը են ուզում ստեղծել։ Ուզում եմ Ռուսաստանը բոբո չի, հարկավոր է լեզու գտնել։ Բայց պարոն Աշակյան, Ելցինյան եւ Պուտինյան Ռուսաստանները չեն տարբերվում մի թե իրարից, որովհետեւ այս դեպքում մեր արժեվ կոնկրետ հենց իրենք են դնում, կամ են կողմն ես, կամ ես կողմը։ Եվ ուղիղ հայտարարում են այդ մասին։ Մենք ենք մեր ճակատագրի տերը, եթե մենք Ռուսաստանեն լրջորեն ասում ենք, որ մեր երկրի շահերը պահանջում են, որ ձեզ հերվից սիրենք, հիմա հերավար է, հա։ Այն ինչ է, Skype-ին ինչ են ասում հիմա։ Եթե պետք է ուրեմն մենք ուզում եք լինենք ձեր դաշնակիցը հերվից, թողեք հեռանանք, բաց թող մեզ փարավոն։ Ասվել է դա, մենք ընդունել ենք 1700 տարի առաջ Սուրբ Գիրք ենք հռչակել դա, Աստված աշխում, բաց թող մեզ փարավոն։ Ձևը գտնենք, ասենք, որ մեր եւ ձեր շահերը չեն համընկնում։ Մենք ձեզ քաշ չենք տալիս երրորդ համաշխարհային պատերազմ։ Մենք պատերազմ ունենք։ Մեր երկիրը ավերված է, մեր երկիրը կողոպտված է։ Ձեզ ազատում ենք, ռուսներ, չեք կռվի ձեր դաշնակից Թուրքիայի հետ։ Ձեր հարաբերությունները բանաձևը սա է։ Մենք ասում ենք, որ Ռուսաստան, մենք չենք ուզում, որ մեր պատճառով դուք պատերազմ սկսեք Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ, դուք եղբայրներ եք, այդպիսի դաշինք ունեք նրանց հետ, դրա համար դուք հեռացեք մեզանից։ Իսկ ձեզ պետք է մաքսանենք ճանապարհով հատուկ տեսակի էլեկտրոնիկա, մենք դա ձեր համար կհայթայթենք, կգողանանք մեր մյուս դաշնակիցներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Հարավային Կորեայից, ինչպես դա անում ենք այսօր։ Մենք այսօր դա անում ենք։ Պարոն Աշակյան, տեսեք, այդ հեռանալու կոչերի անհրաժեշտությանը զուգահեռ մամուլում լուրեր տարածվեցին, թե Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը փոխվել է եւ նոր տեղակալն ու նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցներն են զբաղվելու Հայաստանի հարցերով, որովհետեւ արժևում խորհրդարանական ընտրություններ են, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին է խոսքը։ Ինչ են ցանկանում ձեզ այդ կերպ անել ռուսները։ Այսինքն հեռանալ չեն պատրաստում, ինչպես որ դուք եք քիչ առաջ այդ հորդորները։ Ես հատուկ կարծիք ունեմ դրա մասին, ես հետևում եմ իմ գործընկերների կարծիքներին, ծանոթ եմ, ես կարծում եմ, որ սխալվում են ոմանք։ Պաշտոնի բարձրացում է տեղ ունեցել, Հայաստանի Հանրապետության կարևորությունը բարձրացել է Ռուսաստանի աչքում։ Ամեն օր կարելի էր Հայաստանում ընտրություններ նախաձեռնել, ամեն օր կարելի էր Հայաստանի վրա հատուկ ուշադրություն դարձնել եւ անհրաժեշտ էր, որ դարձվեր։ Ոչ միայն պետք է լինի աշխատակազմի ղեկավարը նախագահի, Կիրիենկոն աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նույնիսկ ինքը անձամբ ցարը պետք է զբաղվի մեզանով, ինքը պետք է ասի, որ ես եմ զբաղվում Հայաստանով, կարևորությունը հաշվի առնելով, կարևոր բան է, նշանակում է հարկ այ իմ ասած, վերադառնանք իմ ասած բանաձևին, մենք ինչ քայլ ենք անելու դրան ընդառաջ, եթե այնտեղ ինչ որ մայոր էր, թե գնդապետ էր, փոխգնդապետ էր ՖՍԲ-ի, մինչև հիմա մեզանով զբաղվում, իհարկե չէ, մեզանով զբաղվում էր ինչ որ մի պաշտոնաթող փոխգնդապետ։ Հիմա դե արդեն նախկին վարչապետն է զբաղվում, ուրեմն կարևորացել է։ Կարևորությունը նաև վտանգավոր է։ Բայց դա փորձ չեն նաև, այսպես ասած, ներքին հարցերին խառնվել։ Ամեն օր խառնվում են, նրանք այնքան մեծ ազդեցություն ունեն, մենք ներս ու դուրսը չենք էլ հասկանում, թափանցիկ է Հայաստանի ներսը։ Մենք ակվարիումի մեջ ենք։ Թափանցիկ է, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են։ Օրենքով մենք գրել, ստորագրել, պարտավորվել ենք իրենց այդպիսի իրավունքներ տվել ենք։ Այդ դրա համար ասում եմ, որ պետք չի, այ հարկավոր է ուշադրություն դարձնել, որ ահա կարևորացրեցին մեր դերը։ Մեր դերը կարևորացրին, մենք ավելի ծանր հարված կարող ենք ստանալ, բայց կարող ենք եւ շահել։ Գիտեք, յուրաքանչյուր վտանգ իր մեջ ունի նաեւ շանս։ Իսկ եթե հաղթենք, այ հիմա մեզ ձեռնոց է նետված։
ես ասում եմ պեսիմիստական տարբերակը։ Ենթադրենք դա ձեռնոց էր, մարտահրավեր է, մենք կհաղթենք թե չէ։ Մենք կհաղթելու ենք թե չէ։ Այդ կռիվ է սկսվել, մենք պետք է հաղթենք։ Եթե դա օգնության, մեղմացման, ուշադրության, բարեկամական, այսինքն բարեդրացիականության ակտ է, ուրեմն հարկավոր է օգտվել առավելագույնը ստանալ դրանից, առավելագույնը ստանալ, այցելությունը նույնպես, եթե գնալու է, պետք է առավելագույնը ստանա, մեր երկրի ղեկավարն է, մեր շահերը պետք է ներկայացնի, ոչ թե նրանց երկրի շահերը մեր երկրում, այս շուռ եմ տալիս, ասում եմ, Նիկոլ Փաշինյանը պետք է մեզ պաշտպանի, մեր երկիրը պաշտպանի, ինքն իրեն պաշտպանի արժանապատվությունը, նաև թող շահի կռիվը, եթե պետք է չգնալ, ուրեմն չպետք է գնա։ Եվ վերջում ամփոփելով զրույցը, իսկ դուք որքանով եք հավանական համարում ներքաղաքական կտրուկ զարգացումները մեր երկրում կամ խորհրդարանական ընտրություններով մեծ փոփոխությունները։ Ես հույս ունեմ, որ կլինեն մեծ փոփոխություններ, բարեփոխումներ, վերջապես հեղափոխության ծրագիրը կիրականացնենք։ Ես ուզում եմ, որ լինեն փոփոխություններ։ Դուք պատկերացրեք, նույնիսկ սահմանադրություն չունենք։ Ձեր գործի վերաբերյալ, քարոզչության վերաբերյալ հատուկ օրենքներ չունենք, մեր երկիրը պաշտպանված չի, դուք պաշտպանված չեք, դուք ազատ չեք, հնարավորություն չունեք։ Խոսքի ազատությունը սահմանափակված է, հակառակորդը խեղդում է մեզ, մեր բերանը փակում է հակառակորդը, լցված է 4 կողմը։ Ես կարծում եմ, որ կարելի է դա էլ օգտագործել, բարեփոխումներ անել, անձնակազմը կարելի է փոխել, ես մեծամիտ եմ, մեծամտորեն ասեմ, ես համաձայն եմ անձնակազմը փոխվի, ինձ համար միևնույն է, թե ում ազգանունը կլինի հերոսը ով է լինելու ինձ համար միևնույն է, ես ուզում եմ գործ լինի, իմ հայրենիքը անվտանգ լինի եւ զարգացող, առիթ կա, նրանք, ուշադրությունը նախապատրաստական աշխատանք է, դեռևս Ռուսաստանը չի կարող Հայաստանով զբաղվել լրջորեն, ընդհանրապես Ռուսաստանը դեռևս Ռուսաստանով չի զբաղվում լրջորեն, որովհետև պատերազմը հյուծում է, մենք խոսեցինք երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, հյուծող պատերազմ էր, այս պատերազմը հյուծում է Ռուսաստանին, ինքը մեր կարիքը զգում է, դաշնակցի կարիք է զգում, ես դրա համար եմ ասում, Նիկոլ Վավայևիչը պետք է գնա որպես օգնող, որ հարցում է օգնելու, մեր կարիքը զգում են, գնա ասի, իմ երկրի շահերն եմ ես ներկայացնում, այսպես արեք, մենք էլ սա կանենք, եթե ապա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հեռանկարում հանրային գործիչ Ազատ Արշակյանն էր։